Աստված այսօր իմ սրտից դրել է ձեր մեջ խոսալու տեսնել Աստծո աչքերով թեման։ Մենք յուրաքանչյուրս ապրում ենք այս երկրի վրա, ապրում ենք եւ իրական աշխարհը տեսնելով շատ խնդիրների դժվարությունների մեջից ասնելով շատ անգամ մենք կոտրվում ենք, ընկնում ենք եւ չեն կարողանում հասնել այն նպատակին, այն Աստծո դրած ճանապարհի վերջնակետին, որ Աստված ուզում է մեզ հասցնել։ Գիտեք, մենք մարդ ենք եւ մեր կյանքում միշտ ունենք դժվարություններ, նեղություններ եւ դրանք գալու են մեր կյանքի մեջ, ժամանակ առ ժամանակ նրանք հետևելու են մեզ, բայց Աստված մի այլ բան է ուզում մեր մեջ տեսնել։ Գլխավոր խոսքը, որ խոսալու եմ, դա Հայտնություն 3-րդ գլուխ 18-րդ խոսքն է։ Հայտնություն 3-րդ գլուխ 18-րդ խոսքի մեջ Աստված մի առաջարկություն է անում մեզ։ Անկախ մեր գտնված վիճակից, անկախ մեր ապրածից, անկախ մեր քայլելուց, խոսալուց, թե գործելուց, անկախ մեր զորավար կամ տկար լինելուց, Աստված մեզ առաջարկում է մի բան։ Նա դեղամիջոց էր առաջարկում մեզ ու ասում է. ես քեզ խորհուրդ եմ տալիս, որ դու դեղ դնես աչքերիդ, որպեսզի տեսնես։ Ինչ տեսնելու մասին է Աստված խոսում։ Միտե այսօր մենք չենք տեսնում։ Միտե իրականության մեջ մենք հանդիսանում ենք կույրեր, ոչ սիրելներ։ Կա երկու տեսողություն, կա մեր մարդկային տեսողությունը եւ երբ մենք սկսում ենք տեսնել իրականությունը Աստծո աչքերով։ Գիտեք սիրելներ, միգուցե թե Մահվան Հովիտի միջից շատերը չեն կանցել, բայց Սաղմոս 84-ի 6-րդ համարի մեջ արտասուքի Հովիտ բառն է գրված, մենք շատերս ասում ենք այս արտասուքի Հովիտով։ Այսինքն չկա, երևի թե չեմ կարծում, չկա մի մարդ, որ կյանքի մեջ տառապան նեղություն չի քաշել, իր աչքերից արտասում չի հոսել։ Բայց Աստված երբ խոսում է այս մասին, նա ուզում է, որպեսզի իրականությունը, այն ինչ տեղի ունենում մեր կյանքի մեջ, մենք փորձենք, ոչ թե փորձենք, այլ դեղ դնելով մեր աչքերին, տեսնենք Աստծո տեսածի պես։ Մենք շատ անգամ սերներ ապրում ենք եւ իրականությունը չտեսնելով սկսում ենք ինչ անել, դժգոհել, նեղվել, հուսահատվել։ Երբ մեր ծնկները ծալվում են, ձեռքերը թուլանում են, մի տարի, 2 տարի, 5 տարի, 10 տարի, եւ մենք տառապում ենք այդ խնդիրի խնդրի մեջ եւ դրանից լուծում չկա։ Ինչու՞մն է իրականում պատճառը, սերներ։ Տեսեք։ Անցնելով դժվարությունների միջից Աստված մեզ ուզում է մի նոր բան բացել։ Ուզում է մեզ մի նոր վայր տանել, ուզում է մեր կյանքի մեջ ինչ-որ մի նոր ստեղծագործություն ստեղծագործել, բայց քանի որ մենք դա չենք տեսնում, մենք այդ ճանապարհը չենք փորձում անցնել։ Մենք ինչ ենք անում, հուսալեկում ենք եւ ասում ենք, գիտես ինչքան եմ աղոթել, գիտես ինչքան եմ տառապել, գիտես ինչքան հոգս եմ քաշել, բայց լուծում չեմ գտել։ Ես մի օրինակ եմ բերելու ամեն մեկի շատ ծանոթ ցելներ, դա գրված է 3-րդ Թագավորաց 17-րդ գլխի մեջ։ Տեսնենք այն, ինչ Աստված մեզ ցույց է տալիս։ Սա է Աստծո նպատակը, որտեղ երբ մենք նայում ենք իրականում իրավիճակներին, դրա մեջ անելանելիություն, դրա մեջ հարցի չլուծում են միայն տեսնում։ Դրա համար շատ անգամ շատ քաղաքացիներ նույնիսկ չեն աղոթում իրանց խնդիրների, դժվարությունների համար, որտեղ իրանք մտածում են, որ դա լուծում չունի։ Իրանց հիվանդությունների համար մարդիկ չեն աղաղակում Տիրոջը, որտեղ մտածում են, որ դա բուժում չունի։ Հասկանում եք սերներ։ Տեսեք, ես կարդալու եմ 17-րդ խոսքից, 17-րդ գլխից 2-ից 6 համարների մեջ գրված է, որ Տիրոջ խոսքը եղավ Եղիա մարգարեին եւ ասեց. գնա Ասիկա եւ դեպի արևելք դառնալով Հորդանանի առջև եղող Քերիթ հեղեղատի քով պահվե։ Դու այն հեղեղատի ջուր պիտի խմես, ակրավներուն հրամայել են, որ հոն քեզ կերակրեն։ Անիկա գնաց եւ Տիրոջ ուսացի պես սրավ, ու գնաց Հորդանանի առջև եղող Քերիթ հեղեղատի քով նստավ։ Ակրավները արտուն անոր հաց ու միս եւ իրիկունն էլ հաց ու միս կբերեն եւ անիկա հեղեղատեն ջուր կխմեր։ Փառք Տիրոջը։ Տեսեք ինչ հրաշալի մի իրավիճակ կար Եղիայի կյանքի մեջ։ Աստված հրամայել էր, Եղիան գնացել էր, նստել էր այդ գետի ափին, ակրավները, պատկասնում եք ակրավը միսը չի ուտում, բերում հասցնում է Եղիային։ Ակրավները միս ու հաց, առավոտ եւ իրիկուն բերում էին Եղիային։
Եղիան ուտում էր, հեղեղատի ջուրը խմում էր եւ ամեն բան նորմալ էր։ Գիտեք սերներ, մեր կյանքի մեջ էլ եղել են մի ժամանակահատվածներ, երբ մեր կյանքի մեջ ամեն բան նորմալ է եղել։ Երբ աղոթել են, կերակրվել ենք հոգեորապես, զորացել ենք, մեր խնդիրներին լուծում է եղել, մենք ոչ մի դարդ, ոչ մի ցավ, ոչ մի խնդիր չենք ունեցել։ Երբ որևէ մի բանի պակասություն ունեցել ենք, ինչ արել Աստված, անմիջապես լցրել է, անմիջապես տվել է։ Բայց գիտեք ամենահետաքրքիրը որն էր, որ Աստծո ճանապարհը եւ Աստծո գործը չէր կայանում միայն, որ Եղիային կերակրեր, եղանը պարգեր, քներ, ելներ, պարգեր, քներ, ուտեր, քներ, ելներ, ուտեր, քներ, ելներ։ Հասկանում եք սերներ։ Մենք շատերս ապրելով ես հոգեվոր կյանքի մեջ, գալիս է մի ժամանակ, երբ սկսում են կերակրվել, քնել, հանգստանալ, ելնել, կերակրվել, քնել, հանգստանալ, ելնել։ Բայց իրականում ինչ էր ուզում Աստված անել եւ ինչի էր Աստված պատրաստում Եղիային։ Տեսեք սերներ, շատ կարեւոր է։ Գիտեք խնդիրը ինչումն է։ Տեսեք, ես ուզում եմ կարդալ 7-րդ համար, ուշադրություն դարձրեց։ Ժամանակ հետո հեղեղատը ցամաքեցավ, վասնզի երկրի վրա անձրև չկար։ Եվ եղավ մի ժամանակ, գրված է մի ժամանակ հետո, ինչ արեց, հեղեղատը ցամաքեց։ Գիտեք սիրելիներ, եթե հեղեղատը չցամաքեր, Եղիան ոչ մի տեղ չէր գնա։ Եղիայի կյանքի մեջ ոչ մի փոփոխություն չէր լինի։ Մենք շատերս մտածում ենք, որ երբ հեղեղատը սկսեց ինչ անել, ցամաքել, ուրեմն մենք հոգևոր կյանքից ընկել ենք, մեր վիճակը նորմալ չի, երբ մեր աղոթքը չի պատասխանում, մենք սկսում ենք ինչ անել, խնդիրներ մանգալ։ Մեղքի մեջ ենք, տգարացել ենք, առաջվա զորավորը չենք։ Շատ քրիստոնյաներն ասում են, առաջի սերս եմ, դու գիտես իմ առաջի սերս որն է։ Ես քեզ ուզում եմ հիասթափեցնել, որտեղ այսօրվա քո սերը ավելին է, քան առաջի քո սերը, որտեղ առաջվա քո սերը ընդամենը 40 օրական երեխու սեր էր, որ երբ դու լաց էիր լինում, փաթաթվում էր մորդ, այդ ժամանակ ինչ անում, մեր քո բոլոր կմաճույքները կատարում են, բայց այսօր ժամանակը անցել է, դու մեծացել ես, հասակ ես առել, եւ Աստված քեզ հետ վարվում է, քեզ հետ խոսում է, քեզ հետ շփվում է, քեզ հետ գործում է որպես չափահաս մի մարդու։ Մենք սրա տարբերությունը պետք է կարողանանք հասկանալ։ Տեսեք սերներ, երբ երեխան փոքր է, երեխայի ամեն մի կմաճույք ինչ ես անում, դու կատարում ես թե ոչ։ Կատարում ես, բայց պատկերացրա, երբ այդ երեխան մեծանում է 17 տարեկան է դառնում, հա, ձեռը պարզում եմ ասել, մամա ջուր, ու դու նորից վազում ես գնում ես ջուր ես վերում տալիս այդ երեխան։ Չէ՞ սիրելիներ, մի բան էլ դու ջղայնանում ես, ասում ես գնա մի հատ ջուր բեր, խմե, ինձ էլ ջուր բեր։ Այսինքն ոչ թե սիրո պակասության խնդիրն է, այլ մեր հասակի հետ սկսում են Աստծո հարաբերությունները մեզ հետ ինչ անել, տարբերվել։ Եվ տեսեք սերներ, 9-րդ խոսքից կարդալու եմ մինչև 12-րդ խոսքը։ Եվ Տիրոջ խոսքը Եղիային եղավ ասելով. Ելիր Սիդոնացիների Սարեպթա գնա եւ հոն նստե։ Ահա հոն, որպեվայրի կնոջ հրամայել եմ, որ քեզ կերակրե։ Անիկա ելավ Սարեպտա գնաց եւ քաղաքի դուռը հասնելով տեսավ, որ որպեվայրի կինը փայտ կհավաքեր։ Զանիկա կանչեց ու սավ, կաղաչեմ ինձի ամանով ջուր մը բեր, որպեսի խմեմ։ Երբ անիկա բերելու գնաց, Եղիա անոր հետևեն կանչեց ու սավ, ձերքդ պատառնալ հացար ու ինձի բեր։ Կինը սավ, կուտեր Աստվածդ կենտանի եմ, որ նկանակ չունիմ, բայց միայն կարասի մեջ մեկ բուրի չափ ալուր կա եւ կուշի մեջ ալ քիչ մը յուղ կա։ Ահա երկու կտոր փայտ կհավաքեմ, որպեսի երթամ, զանիկա ինձի իմ տեղից համար եպեմ ու դենք ու ետքը մեռնենք։ Սա իրականությունն էր, որի մեջ հայտնվել էր եւ Եղիան եւ որպեվայրի կինը։ Հասկանում եք սերներ, ինչ է տեղի ունենում։ Կինը չէր տեսնում իր ապագան։ Կինը չէր տեսնում Աստծո հայտնությունը իր կյանքի մեջ։ Կինը երբեք չէր տեսնում Աստծո կամքը իր կյանքի մեջ։ Կինը տեսնում էր միայն ինչը իրականությունը։ Նա տեսնում էր հստակ եւ արտահայտվում էր. կենթանի է Տերը եւ կենթանի ես դու, որ ես մի բուռ ալուրից ու մի փոքր յուղից բացի ուրիշ բան չունեմ։ Եվ ես երկու կտոր փայտը հավաքում եմ, որպեսզի ինչ անեմ։ Հաց եպեմ, ուտենք, հետո մեռնենք։ Ես եւ տղաս մեռնենք։ Սա է վերջը։ Բայց գիտեք այդ ակտիկը որն էր սերներ։ Երբ Աստված ուներ
ծրագիր նրա համար, սա նա չէր տեսնում։ Գիտեք, յուրաքանչյուրիս համար Աստված ունի ծրագիր։ Ուղղակի մենք ինչ ենք անում, չենք տեսնում այդ ծրագիրը, որտեղ չենք նայում Աստծո խոսքին։ Օսիա 4-րդ գլուխ 6-րդ համարի մեջ գրված կարևոր մի բառ կա։ Իմ ժողովուրդս հայերեն թարգմանության մեջ գրված է. գիտություն չունենալու պատճառով բնաջինջ եղավ։ Ռուսերեն եւ բնագրի մեջ գրած է վիդենիա բառը, հուներենի մեջ գրված է մի բառ, որը հայտնություն է նշանակում, տեսիլք է նշանակում։ Իմ ժողովուրդը տեսիլք հայտնություն չունենալու պատճառով ինչ եղավ? Կորսվավ, բնաջինջ եղավ։ Գիտես քրիստոնյաների բնաջնջման պատճառը ինչու՞մն է կայանում, երբ դու չես տեսնում Աստծո կամքը քո կյանքի մեջ։ Դու մտածում ես մի բան, որ կա մի պատճառ, որի համար Աստված քեզ զրկել է հացից ու ջրից։ Դա վերջինն է, որ դու պետք է անես ու մեռնես։ Շատ հավատացյալներ նստած են, շատ հավատացյալներ այս օրերի մեջ մտածում են ինչ։ Աղոթենք, զորանանք, հանգարց չուրանանք, հանգարց չնենք, հանգարց փրկությունը ինչ անենք, մեր ձեռքերից չգնա։ Չէ՞։ Հանգարց չկայտագղվենք, ինչ է գալու աշխարհի վերջը, գալիս է ները, պետք է 666 կնիկը տնի մեր վրա, չգիտեմ ինչ լինի, մարգարեներն են շատացած վերջին օրերի մեջ, սաղ սկսել են մարգարանալ, սաղ սկսել են տեսիլքներ տեսնել, շատ հրաշալի է, ես հարգում եմ բոլոր մարգարեությունները, բայց ես ուզում եմ ձեզ մի բան ասել։ Գիտեք խնդիրը ինչու՞մն է։ Սրա այս գլոբալ խնդիրը քո մեջ որտեղի է ունենում, այն վախը, որ թշնամին բերում է քո կյանքի մեջ, դա քո հոգևոր տեսողության պակասությունն է։ Որտեղ դու չես տեսնում Աստծո կամքը քո կյանքի մեջ։ Դու չես կարող երբևիցե հավատալ, որ Աստված կարող է Եղիային հանել, բերել, հասցնել քո քաղաքը, որպեսզի ինչ անի, քեզ համար կյանքը շարունակվի։ Դու վախեցած մտածում ես ընդամենը մի բան, սա է, վերջ, կմեռնենք, այս մի կդոր հացնել եմ, պաշտամունները վերջացավ, հիմա սկսեցին տան մեջ, եկուց էլ կարգել են, մյուս օրը չգիտեմ ինչ կլինի, ես քեզ ուզում եմ հիասթափեցնել սիրելիս։ Աստվածավետարանի մեջ գրված է, որ հակաքրիստոսի թագավորությունը երկրի վրա չի իշխելու այնքան ժամանակ, քանի դեռ եկեղեցին գտնվում է երկրի վրա, մի վախեցի դրանից։ Եվ այն կնիկը, որ սատանան պետք է դնի քո վրա, դնելու է միայն այն մարդկանց վրա, որոնք իրան ճակատների վրա չունեն Աստծո կնիքը, դա մոռացի խնդրում եմ քեզանից։ Եվ այն, որ անօրենության մարդը պետք է նստի Աստծո տաճարի մեջ, որպես Աստված պաշտվի, եւ պետք է ինչ անի, որպես իշխան հռչակվի ամբողջ թագավորության աշխարհի վրա։ Դա կլինի այն ժամանակ, երբ Հիսուս իր հարցին երկինք տարած կլինի։ Դատարիր ես վախով ապրելուց, խնդրում եմ քեզ։ Գիտեք խնդիրը ինչու՞մն է։ Այս կինը տեսնում էր միայն մի բան։ Այս կինը տեսնում էր միայն մի բան։ Իր կյանքը շուտով վերջանալու է, ավարտվելու է, վերջ, չկա եւ ինքը եւ իր որդին կործանվելու է։ Շատերը այսօր նստած դած են լինում, ասեն, խնդրում եմ երեխեքիս համար աղոթ կերա, խնդրում եմ ընտանիքիս համար աղոթ կերա, չենապաշխարե վաղը դժոխք են գնալու, խնդրում եմ քեզ մի ուղարկիր մարդկաց դժոխք։ Ես ուղղակի խնդրում եմ քեզանից։ Արից ընկե Աստծո առաջին։ Գիտեք անցած անգամ ես ասեցի, մի խնդիր կար, երբ Սամարան պաշարված էր, որ կունենաք ժամանակ կարտացեք, եւ գրված է, որ նույնիսկ այն կարգի սով կար, որ երկուքին համաձայնության եկան, որ երեխաներին մորթեն ուտեն։ Առաջի օրը այն կնոջ երեխային կերան, երկրորդ օրը նրան պետք է ուտեին, հասկանում եք, այս խնդիրով եկել էին, եւ ծառան վազելով եկան Մարգարեի մոտ, Մարգարեն պարգած էր, գրված է, հանգստանում էր եւ ասեց, քեզ չի հուզում այն, ինչ տեղի ունենում Սամարիայի մեջ։ Եվ գրված է, որ Մարգարեն ծնկի եկավ եւ աղոթեց եւ ասեց. Տեր, հետաքրքիր է, չէ՞։ Նա չէր աղոթում, ասում էր, Տեր, Սամարիան ազատիր, Տեր, խնդրում եմ երկնքից հաց թափիր։ Նա աղոթում էր հետեւյալը. Ես խնդրում եմ, որ դու իմ ծառայիս աչքերը բացես։ Եվ բացված ծառայի աչքերը ինչ տեսավ։ Տեսավ անթիվ անհամար զորքեր, որոնք երկնքի մեջ սպասում էին նրա մանին։ Գիտես խնդիրը ինչու՞մն է։ Երբ գալիս է դժվարությունն ու նեղությունը, նա շատ հավատացյալների զրկում է հոգևոր տեսողությունից։ Եվ նրանք ինչ են անում, տեսնում են միայն արկա Գողիաթին։ Գողիաթից են կողմ աշխարհ չեն տեսնում։ Գողիաթից հետո շարունակություն չեն տեսնում։ Սամարիայի պաշարումից հետո
ոչինչ չեն տեսնում։ Ցավը գիտեք որն է, որ այս օրերի մեջ շատ հավատացյալներ մտածում են ապագայի մասին, պաշարներ են հավաքում իրաստան մեջը, գնում են, ապրանք են լցում, գիտեն թե վերջացավ, ամեն բան վերջացավ։ Ես քեզ ուզում եմ հիշեցնել մի բան, հիշիր մի բան, ես նորից եմ ասում, գրված է որ նա ինչ արեց, տեսեք կարդալու եմ 13-րդ խոսքը։ Եղիան անորսավ, մի վախենա, գնա ասացիս պես է, բայց անքե առաջ ինձի պստիկ շոտմը շինե, ինձի պեր և քեզի ու քու տղուտ համար ետքը կշինես։ Հետաքրքիր է սերներ, և մարգարեն կանգնել էր և ասում էր գիտես, 10-րդ համարը շատ հետաքրքիր համար է, նա ասում է սկզբից ինձ համար բեր, հետո քու որդուդ համար կմտածես։ Մենք առաջինը ինչ ենք ասում Տեր Աստված, առաջինը հələ մեզի տուր, հետո նոր մենք ու դարձդ կսկսենք լացնել։ Հələ մեզ օգնիր, հələ մեզ բժշկիր, հələ մեզ զորացրա, հետո մենք նոր կսկսենք ինչ անել, ուշ կարողություն ունենանք, որ քո կամքը կատարեն, ճիշտ եմ։ Տեր Աստված կերակրե մեզի ուշ տուր կարողություն տուր լուծես խնդիրներս, հետո մենք էլ խոստանում ենք քեզ ինչ անենք, ծառայենք, պաշտենք, քեզ համար վազենք, բայց մարգարեի խոսքը հստակ է։ Սկզբից քո ունեցածը ինչ era տուր ինձ, հետո նոր քու և քու որդիդ համար կպատրաստես։ Շարունակության մեջ գրված է, քանզի Իսրայելի Տեր Աստվածը այսպես կսե, կարասից յուղը պիտի չհատնի և կուժից յուղը պիտի չպագասի, մինչև այն օր, երբ Տերը երկրի վրա անձրև կբերե, փառք Տիրոջը։ Գիտեք, Եղիան ասում լինելով հանդերձ, տեսնում էր այդ կնոջ ապագան։ Բայց այդ կինը չուներ տեսողություն։ Եվ տեսեք ինչ է տեղի ունենում սերներ։ Երբ նա համաձայնվեց և հավատաց։ Ինչ արեց։ Շարունակության մեջ 15-16-րդ համարի մեջ, երբ որ կարդում ենք, մենք տեսնում ենք հետևյալը։ Կինը գնաց ու Եղիայի ասացի պես արավ։ Կինը գնաց ու Եղիայի ասացի պես արավ։ Լսեց համաձայնվավ թե արեց։ Հակոբոս սերներ, երկրորդ գլուխ 20-րդ համարը, Հակոբոս առաքյալը մեզ ասում է, գիտես ով սնոտի մարդ, որ հավատքը առանց գործերի մեռած է։ Գիտես թե ոչ։ Գիտես որ հավատքը առանց գործերի մեռած է։ Մենք շատերս հավատում ենք, գիտեք։ Ես նայում եմ շատ-շատերին ասում եմ, Երանի քո ունեցած հավատքի կիսուկեսը ես ունենայի։ Դուք շատ մեծ հավատքում եք։ Բայց խնդիրը գիտեք ինչու՞մն է կայանում, որ դուք չեք օգտագործում ձեր հավատքը։ Ես ուղղակի հավատում եմ։ Ես համաձայն եմ Աստծո խոսքի հետ։ Այո, Աստված կարող է ինչ անել։ Քարերից էլ Աբրահամի որդիներ հանել։ Այո, ես հավատում եմ, կարող է Աստված քարերը հաց դարձնել, թե ոչ։ Կարող է։ Կարող է։ Համաձայն ես։ Համաձայն ես։ Բայց արդյոք կհամաձայնվես քարերը տանես քո տուն։ Սա է խնդիրը։ Սա է խնդիրը սերներ։ Հավատքը եւ գործողությունը տարբեր բաներ են։ Եվ այս կինը սկսեց ինչ անել, երբ նա լսեց, հավատաց, սկսեց գործողություն անել։ Գնաց սկսեց այդ բաղաճը թխել։ Ում վերավ տվավ։ Եղիային վերավ տվավ սերներ։ Հասկանում ենք։ Մենք գիտեք ունենք մի ուրիշ մտածելակերպ։ Մենք ասում ենք հետևյալը. Տեր Աստված, ես հավատում եմ քեզ, բայց թող իմ ամբարս լիքը արուր լցվի։ Չէ, իմ կուշերս լիքը ձետ լցվեն, այդ ժամանակ անպայման ես անպայման Կարեն եղբորը բաժին կանեմ, անպայման պարտադիր, բայց Տեր խնդրում եմ ճիշտ հասկացի, ախր հարևաններն ինչ կասեն, ախր իմ ընտանիքը ինչ կասի, ախր իսկ կհալածեն, իմ երեխես լաց է լինում, հաց է ուզում, ես ոնց անեմ, ես վերջինը անեմ, տանեմ Կարեն եղբոր երեխեքին, ես հավատում եմ, որ դու կարող ես անել, թե դու լից հետո ես ինչ կանեմ, անպայման բաժին կտանեմ, այն ինչը որ Կարլեն եղբորն էր մի բանն է ավել կտանեմ, չեմ ստում, բայց Աստված ասում էր առաջինը մի բան, նախապայման էր դնում, սկզբից ինչ էրա, քո այդ չունեցածը, բեր տուր ինձ, հետո նոր կենթանի ասում էր Տեր Աստվածը, որ դու և քո ընտանիքը
հացի պակաշեք ունենա, մինչև այս խնդիրը երկրի վրայից կվերջանա։ Գիտեք սերներ, մենք անհրաժեշտ է մեզ, որպեսզի մենք փոխենք մեր մտածելակերպը։ Աստված ուզում է, որպեսզի մենք փոխենք մեր հայացքները։ Աստված ուզում է, որպեսզի մենք թողնենք մեր մարմնավոր նայվածքը եւ սկսենք նայել Աստծո աչքերով։ Ինչի համար Աստված ինձ արտասուքի ինչ անում Հովիտով անցնում։ Եթե ժամանակ կունենաս, կկարտաս այդ գլուխը սերներ, Սաղմոս 84-ը գրված է արտասուքի Հովիտից անցնելով աղբյուրի պես կնես զանիկա, առաջին անձրևն էլ օրնությունով պիտի ծածկե նրան։ Եվ ասում է դու անցկացնում ես քո զավակին Իսրայելին արտասուքի հովիտով, ուր ես տանում այդ արտասուքի հովիտից, դեպի օրնության աղբյուրն ես տանում, եւ օրնության անձրևներն էլ իր վրայից չպետք է պակասեն։ Բայց if մենք մտնում ենք արտասուքի հովիտի մեջ ինչ է տեղի ունենում մեր ներքին աշխարհում սերներ։ Մենք սկսում ենք կանդվել, մենք սկսում ենք տրտնջալ, մենք սկսում ենք նեղվել, մենք սկսում ենք լաց լինել, մենք սկսում ենք խռովել, մենք սկսում ենք բողոքել։ Որտեղ է քո ճիշտը Տեր Աստված։ Ես երկար եմ մտածել այս մտքի շուրջ։ Ես երկար քննել եմ ինձ։ Արդյոք կհամաձայնվեի այն վերջի պատառը, որ պատկանում էր իմ երեխուն, դա տանել եւ տալ անծանոթ որցը մեկին։ Ես քեզ հստակ ուզում եմ ասել, երբես կինը սկսեց հավատալ սիրելներ, նրա մտածելակերպը սկսեց փոխվել։ Երբ նա ընդունեց Աստծո խոսքը, երբ նա դեղ դրեց իր աչքերին, նա տեսավ, որ իր համար ինչ կա, օրհնություն կա։ Տեսավ իր ապագան, թե ոչ։ Եվ դու կդադարես մարմնավոր տեսողությունից, քո մեջ կգա հոգևոր տեսողությունը, սերներ, հավատա ինձ, դու կսկսես ինչ անել, վստահ ապրել Աստծո ողորմության մեջ։ Սա շատ կարևոր է, սերներ։ Մենք պետք է հիշենք, չես կարող դու նայել հնին եւ փորձես ապրել նորի մեջ։ Չես կարող դու ունենաս հին մտածելակերպ եւ փորձես ապրել նոր ոճով։ Դա բացառվում է։ Որսի Աստված ինձ ու քեզ նոր մագարտակի վրա տեղափոխի, նա առաջարկում է ինձ ու քեզ ինչ անել, հրաժարվել հին մտածելակերպից։ Սա խնդիր է ամեն մեկից մոտ, ձերներ, տեսեք։ Ես կարդալու եմ 7-րդ խոսքը։ Թե Աստված ինչ է տեղի ունենում, երբ մենք համաձայնվում ենք փոփոխվելու, երբ մենք համաձայնվում ենք Աստծո աչքերով նայելու։ Գրված է. նրանք զորությունից զորություն պիտի երթան, մինչև որ Սիոնի մեջ Աստծո առջև Երևան, փառք Տիրոջը։ Աստված ինձ ու քեզ ուզում է զորությունից զորություն տեղափոխել։ Բայց հիշիր, եթե հեղատը չցամաքի, դու միջոց չես դառնա որպես վայրի կնոջ օրհնության։ Եվ ամեն բան քո կյանքի մեջ նորմալ է, դու քո տեղից ոչ մի տեղ չես գնա։ Գործկառակելոց երբ կարդում ենք, աշակերտների կյանքի մեջ ամեն ինչ նորմալ էր, եկեղեցին աճում էր շնորհքով, օրեօր փրկվածների թիվը ավելանում էր, բան չունեն անելու եւ գրված է հավաքվան, որովհետեւ քննարկեն թե իրանցից մեծը ով պետք է լինի։ Եվ գրված է Երուսաղեմի մեջ սկսեցին հալածանքները։ Երբ հալածանքները սկսեցին, իրանք մոռացան այդ քննարկումը, թե իրանց մեջից մեծը ով պետք է լինի։ Երբ Յովեշտաց կարդում ես, Պետրոսը ինչ արեց, գնաց այդ եկեղեցուն տեղ կանգնավ, մինչև խաչվելու գնաց, մեռնելու գնաց, բայց չթողեց եկեղեցին։ Իսկ երբ մենք կարդում ենք, քանի դեռ հալածանքները չկար, Պետրոսը ընկել էր Պողոսի հետևից, թե տեսնի ինչն է սխալանում, ինչն է ճիշտ անում, ուր է գնում, գինետուն է մտնում, հետանոսների պես է վարվում, ինքն էր փորձում դա անել, հասկանում եք սերներ։ Բայց եղավ մի ժամանակ, կգա քո կյանքի մեջ մի ժամանակ, սա հիշի, որ քո ջուրը կվերջանա, որ քո ագռավը կսատկի, էլ չի բերի քեզ ոչ հաց, ոչ միս։ Սա չի նշանակում, որ Աստված քեզ մատնել է ինչի, որ դու սովից մեռնես։ Սա նշանակում է, որ Աստված քեզ ուզում է տեղափոխել ուր, ուրիշ մի վայր։ Սա նշանակում է, որ Աստված ուզում է քեզ ավելի մեծ շնորհքի զորությունից զորություն տեղափոխելու process-ն է սկսել։ Շատ հավատացյալներ գալիս են խնդիրով, պրոբլեմով, ասում են, գիտեք ինչ է տեղի ունենում իմ կյանքիս մեջ, ասում եմ ինչ, ասում են հասկանում ես,
Վերջացել է, ամեն բան վերջացել է, աղոթելը չի գալիս, պաշտամուն գալիս չի գալիս, վերջը աննպատ է, քաոս է իմ կյանքի մեջ։ Ես շփտում եմ շատերին ասել եմ, ես ուրախ եմ, որ քո կյանքի մեջ անապատ կա, որտեղ քանի դեռ դու անապատ չես մտել, դու կատու մեղր բխող երկիրը չես մտնի, որովհետեւ քեզ Եգիպտոսից Աստված անի ու մտցնի կատու մեղր բխող երկիր, անհրաժեշտ է որ դու անապատում լինես։ Այև դու անապատում կլինես, կսկսես ինչ անել դժգոհել, կասես բերեցիր մեզ, ինչ անես, ստեղ մեզ մերսնես, ոչնչացնես։ Շատ հավատացյալներ ասում են, Աստված դառան հավատացյալ մեր պատիվը կորցրեցին, մեր անունը կորցրեցին, չէ, մեր ունեցածը կորցրեցին, մեր շնորհքը կորցրեցին, կանարվել ենք, բանի տեղ տնող մեզի չկա, բաբշե հողերին հավասար ենք եղել, չգիտես ինչ ենք եղել։ Ես քեզ ուզում եմ ասել մի բան սիրելիս։ Աստծո նպատակը քեզ ոչնչացնելը չէր։ Աստծո նպատակը քեզ, ինչպես ասում է մեր Պավել եղբայրը, քեզ քեզանից ազատագրելն էր։ Քեզ քեզանից ազատագրելն էր։ Ուզում եմ հարց տալ, երբես կինը ընդունեց այս շնորհքը։ Ինչ տեղի ունեցավ իր կյանքի մեջ։ Կորինթացիս առաջի Կորինթացիս 10-րդ գլխի մեջ Սերներ Պողոս առաքյալը 13-րդ համարի մեջ հետևյալ խոսքն է ասում. Ձեզի մարդկային փորձությունից զատ ուրիշ բան պատահած չէ, բայց Աստված հավատարիմ է, որ ձեզ պիտի չթողու, որ ձեր կարողությունից ավելի փորձվիք, հավա փորձության հետ ազատության միջոց մալ պիտի տա, որովհետեւ կարող լավ համբերել, փառք Տիրոջը։ Ինչ եք մտածում, այն ինչի միջով որ մենք անցնում ենք, դա մեր ուժերից վեր է։ Բայց ես ուզում եմ քեզ հիշեցնել մի բան, գրված է որ փորձության մեջ ձեզ պիտի չթողնի, ով պետք է չթողնի ինձ, Աստված ինձ չպետք է թողնի։ Ինչպես ես նայում այսօր քո կյանքի մեջ եղած դժվարությանը, նեղությանը, խնդիրին, խնդրին, ցավին, պարտքին, տալիքին, չգիտեմ ինչին, ինչպես ես դու դա ընդունում։ Գիտես, քո մտածելակերպից կախված է քո ապագան։ Ես նորից եմ կրկնում, քո մտածելակերպից կախված է քո ապագան։ Ինչպիսի մտածելակերպ ունես դու։ Ծննդոց 37-րդ գլուխ 5-րդ համարի մեջ գրված է Հովսեփի մասին։ Նա երազ տեսավ, պատանի էր։ Հիշում եք այդ երազը։ Տեսավ երազ, որ արևը, լուսինը եւ աստղերը 11 աստղերը խոնարհվել էին իր առաջին։ Եվ եկավ ու ինչ արեց, պատմեց իր եղբայրներին։ Նա ասեց. ես նման հայտնություն ունեմ։ Ես քեզ ուզում եմ հիշեցնել քո հայտնությունները։ Ես քեզ ուզում եմ, որպեսզի դու վերականգնես քո կյանքի մեջ քո կորցրած հայտնությունը։ Ես մեկ-մեկ որ աղոթք եմ անում, իմ աղոթքի մեջ ոչ թե մեկ-մեկ աղոթք եմ անում, այլ աղոթքիս մեջ մեկ-մեկ ասում եմ, ես շնորհակալ եմ քեզանից, Տեր Աստված, որ դու Աստված ես, որ դու նույնիսկ մեր մեռած երազանքները իրականություն ես դարձնում։ Գիտեն կային երազանքներ մարդկանց կյանքի մեջ, որոնք վերջացել են, կորել են, պրծել են։ Էդ էլ մի բան էր։ Հավատացինք, որ սաղ տնով պետք է Աստծունը լինենք, հավատացինք, որ մենք չիտեմ զորավորներ պետք է լինենք, այդ հավեսով եկանք, բայց չստացվավ։ Չստացվավ, չէ՞։ Չստացվավ։ Հասկանում եք սերներ։ Սա մեր մարդկային տեսողությունն է։ Հովսեփ երազ տեսավ։ Ես քեզ ուզում եմ հիշեցնել 37-րդ գլուխ 28-րդ խոսքի մեջ գրված է, որ երբ նա այդ տեսիլքը տեսավ, այդ տեսիլքից հետո նրան ծախեցին որպես ստրուկ։ Ծախեցին, թե ոչ։ Հովսեփին ծախում են։ 39-րդ գլուխ 17-րդ համար։ Այդ ստրուկ լինելը հերիք չէր, նա մեղադրվում էր իշխանավորի կնոջ հետ անբարոյականության համար։ 39-րդ գլուխ 20-րդ համար, երրորդ բանը, դա էլ էր քիչ, որ նրան մեղադրում էին մի բանի համար, որ ինքը չէր արել։ 20-րդ համարի մեջ գրված է, որ Հովսեփին բանդը նետեցին։ Բանդի մեջ մտավ։ Բայց ես ուզում եմ, որ դու ժամանակ կունենաս, կխնդրեմ, որ դու կարդաս այդ գլուխները։ Դու կտեսնես հետաքրքիր մի բան։ Հովսեփ
չկորցրեց իր երազանքը, նույնիսկ բանտի մեջ։ Ժամանակի թվերին նայելով ես դուրս եմ գրել 14 տարեկան էր Հովսեփ, երբ երազ տեսավ։ 37 տարեկան էր, երբ նա բանտում էր։ Քանի տարիներ էր անցել։ 23 տարիներ։ Բայց նա իրեն այդ բանտի մեջ եղողին մի բան էր ասում. «Երբ կկանգնես թագավորի առաջ, ինձ չմոռանաս»։ Իմ երազը իրականություն է դառնալու։ 43 տարեկանում Հովսեփի երազը իրականություն դառավ։ Երբ եղբայրները եւ հայրը, մայրը խոնարհվեցին Հովսեփի առաջ։ Ես ընդամենը մի համար եմ ուզում կարդալ, դա գրված է 45-րդ գլուխ, 5-րդ համարից մինչև 8-րդ համարն եմ ուզում կարդալ։ Եվ երբ որ եղբայրներն եկան, ծնողներն եկան, գրված է, որ իրանք շատ վշտացան, որ Հովսեփին ծախել են ստրկության։ 5-րդ համարի մեջ գրված է. «Ուստի զիս հոս ծախելի համար մի վշտանաք ու ձեզի ծանր չի երևա։ Վասնզի Աստված ղրգեց զիս ձեր արջևեն կյանք պահելու համար։ Աստված, որ ձեր արջևեն ղրգեց, որպեսզի երկրի վրա ձեզի սերունդ պահե եւ մեծ ազատությունով ձեզ ազատե։ Արդ զիս հոս ղրգողը դուք չեք, հապա Աստված է, ուզիս փարավոնին հայր եւ իր բոլոր տանը տեր ու Եգիպտոսի իշխան դրավ, ամեն»։ Տեսեք ինչ հետաքրքիր էր բացատրում Հովսեփը։ Նա ասում է. «Մի վշտացեք, որտեվ դուք չեք ինձ ուղարկել այս երկիրը, այլ ով է ուղարկել։ Աստված է ուղարկել»։ Ուզում եմ քեզ հարց տալ. բաց էր արդյոք Հովսեփի աչքերը, թե ոչ։ Այո, սիրելիներ։ Նա տեսնում էր անտեսանելին, թե ոչ։ Ինչը հավատքը։ Դա տեսնել Աստծո ուզած կերպովն է։ Եվ մեր կյանքի մեջ ուղղությունը մի բան չի ստացվում, մենք բողոքում ենք, ասում, թե ոչ։ Տեր, ախր ես քեզ եկա հավատալու, ախր ես դարձա, որպեսզի ինչ անեմ, իմ խնդիրներից ազատվեմ։ Երբ Հովսեփ իր տան մեջ էր, նա ծառայություն, ստրկություն անում էր։ Ոչ։ Երբ Հովսեփ իր տան մեջ էր, նրան մեղադրում էին չարածի համար։ Ոչ։ Երբ Հովսեփ իր տան մեջ էր, բանդի կապանքների մեջ էր, ոչ, սիրելիներ։ Բայց ի՞նչ տեղ ունեցավ Հովսեփի հետ։ Երբ Աստված սկսեց ինչ անել, գործել իր կյանքի մեջ։ Եվ այս բոլոր բաների մեջ սերներ Հովսեփ երբեք, նորից եմ կրկնում, Հովսեփ երբեք չկորցրեց իր տեսիլքը։ Նա ինչ արեց, տեսեք, Իսրայելը կորցրեց իր տեսիլքը։ Երբ հայտնվավ անապատում, ընտանիքը անապատում էր հայտնվել։ Գերությունից ազատվել էին, ուտում են, խմում են, երկնքից մանանա էր իջնում, իրանք ուտում են։ Գործ չեն գործում, ապրում են։ Շորերը չէր հնանում, կոշիկները չէր փոքրանում, չէր մաշվում, խնդիր չունեն, պրոբլեմ, ոչ մի բանի կարիք չունեն։ Բայց իրանք չէին հավատում, որ պետք է ինչ անեն, մտնեին կատ ու մեղր բխող երկիրը։ Դրա համար ինչ են անում, տրտնջում եւ ասում են. «Լավ չէր մնանք Եգիպտոսի երկրի մեջը, հաց ու սխտոր ուտեինք»։ Բայց Հովսեփ սերներ ստրկության մեջ ծախվավ, մեղադրվեց չերացի համար, բանդի մեջ հայտնվավ։ Եվ այդքան տարիներ հետո միայն նոր Աստված բարձրացրեց, որտեղ Հովսեփ միշտ տեսնում էր Աստծո ծրագիրը իր կյանքի մեջ։ Ես ուզում եմ կարդալ Եսայի 35-րդ գլուխ 4-րդ համարը, ու մենք աղոթքի պետք է կանենք սերներ։ Տեսեք ինչ հետաքրքիր համար կա գրված։ 3-րդ համարի մեջ գրված է. «Թուլացած ձեռքերը ուժով ծրեք եւ թողտոջուն ծունգերը զորացրեք։ Թուլասիրներին ասեք, ուժով ծեք, մի վախեցեք։ Ահա ձեր Աստվածը վրեժ խնդրությունով եւ Աստծո հատուցումով պիտի գա, անիկա պիտի գա ու ձեզ պիտի ազատե փառք Տիրոջը։
Այն ատեն կույրերի աչքերը պիտի բացվեն, խուլերի ակաժները պիտի բացվին, այն ատե կաղը եղջյուրի պես պիտի ցատկի և համրի լեզուն օրհնություն պիտի երկե, ամեն։ Սերներ, եթե չգիտեմ ես հատկանիշներից որից է մեկը եկել է քո վրա, դու հիշիր ընդամենը մի բան, հավատա ու դարձիր Աստծո խոսքին սկսիր նայել։ Ինչ Աստված իր խոսքով ասում։ Կմեռնես դու ես վարակի մեջ, թե կապրես։ Ինչ է Աստված քեզ ասում։ Այս պատոհասի ժամանակ դու սովից կմեռնես, թե կապրես։ Ինչ է Աստված քեզ ասում։ Կարող ես տեսնել Աստծո տեսածը, թե ոչ։ Եթե չունես այս տեսողությունը, ես խնդրում եմ քեզ ընդամենը մի բան։ Գրված է, ես քեզ նորից եմ կրկնում, Հայտնություն սիրելիներ 3-րդ գլուխ 18-րդ համար։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս։ Ես քեզ խորհուրդ եմ տալիս։ Ինչ էրա, դեղ դիր, որպեսզի տեսնես։ Ինչը տեսնեմ։ Տեսնես քո ապագան։ Աստված քեզ համար ապագա ունի, հավատա։ Եվ Աստված ինձ ու քեզ տանելու է կատու մեղր բխող երկիրը։ Մենք սրան հավատում ենք, թե ոչ սերներ։ Մենք հավատում ենք, որ մենք գնալու ենք հավիտենականություն, Աստծո ներկայության մեջ ապրելու համար։ Մենք հավատում ենք, որ շուտով Հիսուս գալու է ու մենք նման երկ ունենք, մեր բոլոր ցավերին վերջը դրվելու։ Բոլոր գրված է արցունքները Աստված պետք է սրբի աչքերից։ Գրված է, որ էլ ցավ չի լինելու, էլ վիշտ չի լինելու, էլ մահ չի լինելու, էլ ոչ մի չարիք չի լինելու։ Դու սրան հավատում ես, թե ոչ։ Սա շատ կարևոր է սերներ։ Մենք ապրում ենք այս երկրի վրա, ապրում ենք, բայց ինչ տեսողություն ունենք, ինչ հայտնություն ունես դու, ինչ է քո տեսիլքը, ինչպիսին է քո վաղը, դու գիտես, որ վաղվա օր Աստված քեզ ուզում է, որ դու ինչ անես, ապրես, բայց դու սա տեսնում ես, թե ոչ, սա շատ կարևոր է, թող Աստված օգնի մեզ, որովհետեւ մենք կարողանանք այս կնոջ պես, Եղիայի պես, Հովսեփի պես բժշկություն գտնենք, կարողանանք ընդունելով Աստծո խոսքը, Աստծո խոսքն է բժշկողը, գիտեք, չէ՞։ Դեղ է գրված է քո խոսքը, դեղ է իմ աչքերիս։ Որովհետեւ կարողանանք այս խոսքը վերցնել, դնել մեր աչքերին ու ասել Տեր, մենք մեր հայացքը երկրից բարձրացնում ենք դեպի երկինք։ Եվ սկսում ենք նայել քո խոսքին ու քո ծրագրին։ Եվ մենք խոնարհված քո առաջ ուզում ենք, որ քո կամքը լինի մեր կյանքում։ Աստված թող օրհնի ձեզ, ամեն։